Փարվանա հերոստա ընկերության հյուրն էին Նինոսմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրայի հանրային դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները իրենց ուսուցիչների ուղեկցությամբ։ Քաղաքացիական կրթության առարկան խթան հանդիսացավ շրջայց կատարելու երեխաներին հերոստաընկերության ոլորաններ, ծանոթանալու աշխատակիցների աշխատանքային առօրյային ու նրանում գոյություն ունեցող խնդիրներին։ Ուզում եմ նախ առաջի հերթին շնորհակալություն հայտնել Փարվանա հերոստատեսությանը, ձեզ, որ համագործակցեցիք մեզ հետ, ներկայացնեմ, որ Մեծ Գոնդուրայի դպրոցի ուսուցչուհի եմ, քաղաքացիական կրթության առարկայից 9-րդ դասարանի աշակերտների հետ ծրագրեցինք, պլանավորեցինք, որ անպայման ներկայանանք Փարվանա հերոստատեսություն։ Քանի որ մենք այնպիսի առարկա ենք անցնում, որ աշակերտները ոչ միայն դաս պատասխանեն, իրենց գնահատականը ստանան եւ նստեն, այլ շփվեն հասարակության հետ, ավելի բանիմաց գրագետ խոսքեր արտահայտելու, արտասանելու համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր դպրոցի տնօրինությանը, որ համագործակցեց մեզ հետ, թույլ տվեց, որ մենք ներկայանանք այստեղ, քանի որ եթե ինքը թույլ չտար, մենք չէինք կարողանում այս հրաշք ծրագիրը նախատեսել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել աշակերտներից, ծնողներին, առաջի հերթին, որ իրենք աջակցեցին ինձ, կարող էին եւ հրաժարվել, բայց չարեցին այդ բանը եւ ընդառաջեցին, որ իրենց երեխաները կարողանան ազատ խոսքը արտահայտել նաեւ էկրաններից դուրս։ Մեկ բան է հենց այնպես խոսելը, մեկ այլ բան է միկրոֆոնով էկրանից այն կողմ խոսելը բավականին դժվար գործընթաց է, ճիշտ խոսք, գրագետ խոսք արտասանելու համար։ Եվ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորից։ Ծանոթությունը սկսվեց դրսից, որտեղ օպերատորը սկսեց ծանոթացնել իր աշխատանքի ու տեսախցիկի բարդությունների ու արդյունքում անմահացող կադրերի մասին։ Այսքանը մասով երևա, թե չմոդիկո կանիկ մե այսքանը մասը հանեկյատի քեշ բան չէ։ Քայլ առ քայլ մտան Փարվանայի շենք։ Առաջինը ներսում երեխաներին դիմավորեցին նախկին աշխատակիցների բարի ժպիտները։ Միջանցքում փակցրած ֆոտոնկարներն են այն խոսուն վկաները, որոնք ապացույցն են հերոստաընկերության երկարամյա աշխատանքային գործունեությանը։ Կադրերը ձեն չպետք է ունենան։ Եթե կադրը ձեն ունեցան, հայտնի ես վեր հանում իր եկեղը, մաշին ձեն չկա։ Քայլեր աստիճաններով վերև, սենյակներ, որոնցում յուրաքանչյուրում իրականացվում է մի գործողություն, որի արդյունքը պատրաստի տեսանյութն է, իսկ մեր հյուրերի ամբողջական տեսանյութը կավարտվի վերջին սենյակում։ Գիտենք, նրանք մեր կյանքի, այսպես ասած, մանկությունից դեռ սկսած կարևոր մարդիկ են եւ հենց նրանք են մեր ապագայի ուղի տվողները։ Ահա եւ վերջին սենյակը, որտեղ երեխաները կարողացան արտահայտել իրենց կարծիքները, տվեցին հարցեր եւ ստացան պատասխաններ, փորձեցին իրենք լինել լրագրող ու օպերատոր եւ այս ամենի արդյունքում համոզվեցին, որ իրոք բարդ է հերոստատեսության աշխատանքը։ Ինչ շատ է դուր գալիս Փարվանա հերոստատեսության վիդեոները, հոլովակները եւ ես ամեն անգամ դիտում եմ, շատ հետաքրքիր է, ես գնահատում եմ այդ գործը, որովհետեւ այդ մարդիկ շատ դժվարությամբ են այդ ամենին հասնում, շատ դժվար պրոցեսների միջով են նրանք հասնում։ Ես կուզենայի, որ հաղորդում հեռարձակվեր կարծիքների մասին մարդկանց գենդերային հավասարության, որովհետև 21-րդ դարի հիմնական խնդիրն է դա, մարդիկ կան համաձայն են, մարդիկ կան համաձայն չեն, եւ կարծիքների եւ գենդերային հավասարության մասին հաղորդումը շատ կդիտվեր բոլորի կողմից։ Մենք արդեն ծանոթացանք ձեր աշխատանքի հետ, շատ հետաքրքիր էր, քանի որ մակերեսից շատ դժվար է եւ մակերեսից եւ մենք ծանոթացանք, որ ձեր աշխատանքին ինչպես եք աշխատում եւ զարմացած եմ ուղղակի եւ հետաքրքրությունից, թե ինչ դժվար աշխատանքներ եք կատարում եւ ստանում եք այդպիսի լավ որակով տեսանյութեր։ Ըստ իս որոշ դեպքերում դա բավականին կարևոր է, որպեսզի եթերում լինեն մահախոսականներ, քանզի լինի տեղեկություն, երբ կլինի հողարկավորությունը, ինչից է մահացել եւ այլն։ Իսկ որոշ դեպքերում հնարավոր է, որ որոշներին դուր չկա այդ ամենը, սակայն ինձ համար դա այդքան էլ կարևոր չէ, ինձ համար ավելի լավ է, որ լինի դրանք։ Ես կուզեի ձեր ալիքում տեսնել այն հոլովակները, որտեղ երեխաները կհայտնեին իրենց կարծիքները տարբեր դպրոցներից, թե ինչպիսի
ինչպիսի կարծիք ունեն տվյալ առարկայի վերաբերյալ եւ շատ հետաքրքիր կլինի ինձ թվում է բոլորին իմանալ այդ կարծիքները եւ հետո հավաքվել մի սեղանի շուրջ եւ դրանք բացահայտել։ Այո, ես կուզեի, որ այդ հաղորդումները բոլորը լինեին տարբեր լեզուներով, մասնավորապես վրացերեն եւ հայերեն, քանի որ մենք շատերս գիտենք, որ Վրաստանի պետական լեզուն վրացերենն է ու շատ մարդիկ կան, որ չգիտեն հայերեն, հարկավոր է, որ թարգմանեիք ուրիշ լեզուներով եւ նրանք էլ հասկանան ինչ ենք ուզում մենք ասել։ Ինձ գտվար, որ փոքրիկների հետ ավելի լավ կլիներ աշխատելը եւ փոքրիկները գային նրանց հարցերը տային, ապա շատ հետաքրքիր կլիներ։ Նրանք գնացին դպրոց, ինչ նպատակներ ունեին, ինչ արեցին, ինչ են ուզում սովորել եւ այլն։ Ողջունում ենք ձեզ, ով եք դուք, ներկայացեք եւ ասեք, որ դպրոցում եք դուք արդյոք սովորում եւ ինչ եք մաղթում ձեր դպրոցի կոլեկտիվին։ Բարև ձեզ, ես Սվետլանա Իրիցյանն եմ, սովորում եմ Մեծ Գոնդուրայի հանրային դպրոցի 9-րդ դասարանում։ Մաղթում եմ բոլոր ուսուցիչներին լինեն առողջ, երջանիկ ու միշտ մեր կողքին։ Տպավորություններս իրականում շատ են, ու չգիտեմ բոլորը կարողանամ արտահայտել թե ոչ, սկզբում ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև իրոքից ինձ թվում է բոլորս էլ պետք էր այս ամենը դուրս գալ դպրոցի միջավայրից, գալ, չասեմ օտար միջավայր, որովհետև այնպիսի տպավորություններ ոնց որ երկար ժամանակ այստեղ եկած գնացած լինեինք, շատ լավ էր մի խոսքով ամեն ինչ ու հեռանում եմ այսպես ահավոր ոգևորված ու ոնց որ ինձ հետ այստեղից տանում եմ ինչ-որ մի հատ հուշ, որ եղել եմ այստեղ ես ինքս միշտ երազել եմ հայտնվել էկրանին, մանկուց ունեցել եմ մի հատ երազանք, որ դառնամ դերասանուհի, սակայն հիմա չեմ ուզում, էլի մանկության երազանք է եղել ու էկրաններին հայտնվելը ինձ համար մեծ հպարտություն է, որ կարողանում եմ ինքս ինձ դրսևորել էկրանների առաջ։ Փարվանա հեռուստատեսությունը սիրով ընդունել ու ճանապարհել է շատերին, իր իսկ հարկի տակ։ Եղել են մեծեր, փոքրեր, դպրոցների աշակերտներ։ Նրա դռները բաց են բոլորի առջև։ Շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր ծանոթանում, դիտում ու գնահատում են մեր հեռուստաընկերության բարդ, բայց միևնույն դեպքում հաճելի աշխատանքը։